Վեհապարտ էր ուզում եմ հարցնել պարզ է եւ քաղաքացիները եւ քաղաքական ուժերը հիմա քննարկում են այս օրերին, որ իշխող քաղաքական ուժը Նիկոլ Փաշինյանը իր նախընտրական ծրագրում ներառել է եկեղեցու դեմ պայքարը որպես նախընտրական խոստում, այսինքն սա նշանակում է, որ այս քարոզարշավի կարճատև դադարից հետո իսկ դա հասկանալի է պայմանավորված է այն հանգամանքով, որ եկեղեցու վարկանիշը ամենաբարձրն է 80% եւ ավելի եւ այդ իսկ պատճառով դադար է տվել, բայց նախընտրական ծրագրում խոստանում է, որ եկեղեցու դեմ հարձակումը ուժգնանալու է, նոր պայքար է սկսվելու, եթե հանկարծ Աստված մի արածե իրենք կարողանան հասնել իրենց նպատակին։ Ուզում եմ հասկանալ եկեղեցին ինչ քայլերի է պատրաստ, արդյոք պատրաստվում եք դրան այդ նոր հարձակումներին։ Մենք տակավին ընտրության արդյունքները չգիտենք, բայց եկեղեցին միշտ էլ պատրաստ է իր իրավունքները պաշտպանել ամբողջանվեր կերպով եւ որևէ կերպ, որևէ կառույցի եւ իշխանության թույլ չտալ, որ միջամուխ լինի եկեղեցու ներքին կյանքին եւ փորձի եկեղեցին ենթարկեցնել իր կամքին։ Այնպես որ մեր եւ մեր եկեղեցականաց գեցվածքն ու դիրքորոշումը շատ ամուր է եւ հստակ։ Պարզապես դա միայն եկեղեցու պաշտպանություն չէ, այլ նաեւ հավատավոր ժողովրդի։ Դա նաև մեզ է վերաբերվում մեր պաշտպանությանը ու մենք ակնկալում ենք եկեղեցուց բավական լուրջ կոշտ քայլեր։ Բնականաբար եկեղեցու այդ կեցվածքը իսեր մեր ժողովրդի է, իսեր մեր հայրենիքի է։ Եկեղեցին ունի կարևոր առաքելություն, որ դարերով իրականացրել է մեր ժողովրդի կյանքում, մեր մշակույթի կերտման, մեր հոգևոր ազգային արժեքների ձևավորման, մեր ինքնության պահպանության եւ մեր ժողովրդի կյանքի հարատևության երաշխիքները ապահովելու առումով։ Եվ այդ պատմական առաքելությունը եկեղեցին բոլոր պայմաններում, բոլոր իրավիճակներում անշեղորեն իրագործելու է։ Մենք ապավինում ենք Աստծուն, մեր երկնավոր Տիրոջ օգնականությանը, ինչպես եւ մեր ժողովրդի